բնակարանաշինության ծրագրեր միայն Գորիսում են այս շրջանում ակտիվ, թե այլ համայնքներում Սյունիքի ևս կան եւ արցախցիներ կրկին ներառված են սոցիալական ծրագրերում։ Ամենաակտիվը Գորիսն է, շուրջ 3-4 տարի առաջ սկսել ենք մասնակցել տարբեր բնակարանաշինության ծրագրերին։ Գորիսը ամենաակտիվն է համայնքային մակարդակում իրականացվող ծրագրերին եւ գործընկերային ծրագրերին, այլ համայնքներում այսպիսի մասշտաբների բնակարանաշինական ծրագրեր, որպես այդպիսին բացառությամբ 16 միլիոնների ծրագիրը, որը շատ մեծ է, ինձ հայտնի չէ։ Թշնամին կրկին ակտիվացել է Սյունիքի համայնքների ուղղությամբ, սկզբում տեղեկատվությունն այնպես էր, որ օդ են կրակում, հետո տեսանք, որ մարդիկ իրենց տանիքներից փամփուշտներ են հավաքում, վերջին կրակոցների արդյունքում նաև տուն էր վնասվել։ Մինչ այդ էլ էր, տան հետ կապված դիպել էր գնդակը, մի քանի անգամ ա եղել, այո։ Տևական ժամանակ է կրակոցները կան, գիշերվա ժամերին եւ այդ մասով ինչ տեղեկատվություն որ կա, որ բոլորին հասանելի է, այդքանն էլ իրականությունն է, իհարկե շատ վատ է որ կրակում են, որովհետեւ ինքը իրականում խնդիր է նաեւ մարզի դիմադրողականության իմաստով, բայց մյուս կողմից մենք այսպիսի միջոցառումներ ենք անում, այնպես ենք անում, որ մարզը հանկարծ ոչ մի վարքյան իր դիմադրողականությունը չկորցնի եւ հույս ունենք, որ շատ կարճ ապագայում առաջիկայում այս խնդիրը կլուծվի։ Պարոն մարզպետ, մարզի շատ համայնքներում համայնքային ծրագրեր իրականացվում են նաև հանքերի հանքարդյունաբերական ընկերությունների օգնությամբ։ Գորիսում դրանց բացակայության պայմաններում ինչ դժվարություններ կան եւ ինչ այլ միջոցներ են ներգրավում։ Տեսեք, հետաքրքիր հարց եք ձևակերպում, բայց մյուս կողմից ինչու է Գորիսում այսքան ծրագրերը շատ եւ ինչու է օրինակ туриզմը շատ զարգացած եւ ինքը տարբերվող, դա նաև պայմանավորված է, որ հանքարդյունաբերությունը էապես չի աջակցում, որովհետև կարող է թվալ, թե հանքարդյունաբերության աջակցությամբ ինքը կայուն զարգացում է ապահովում, բայց շատ դեպքերում իհարկե մեր փորձը, այն ինչ որ եղել է Սյունիքում, ապացուցում է, որ հանքարդյունաբերությունը չի, որ ապահովում է այս իմաստով կայուն զարգացումը, Գորիսը դրա լավ օրինակն է, այսքան ծանր վիճակում հայտնված Գորիսը կարողանում է այսպիսի օրեր նշել եւ տեսնում եք, որ ամեն օրը փոխվում է Գորիսում։ Ուզում եմ ասել, եթե մենք վերցնենք հանքարդյունաբերական ոլորտում ավելի շատ ազդեցությունների գոտում հայտնված համայնքները եւ Գորիսի համեմատությունը վերցնենք, ապա մենք կտեսնենք, որ առանց հանքարդյունաբերության աջակցության այնպես չի, որ համայնքը չի կարող զարգանալ։ Այս իմաստով Գորիսը աննախադեպ ցուցանիշներ է ցույց տալիս, ինչպես հասարակական կազմակերպությունների ՀԿ սեկտորն է ամբողջովին տարբեր մարզի մնացած համայնքներից, հատկապես այն տարածքներում, որտեղ հանքարդյունաբերության ազդեցությունը կա։ Ասելիքս նա է, որ հանքարդյունաբերությունը կարող է օգտակար լինել, բայց շատ կարևոր է, որ համայնքը ինքնուրույն իր հույսը դնի իր ուժերի վրա։ Եվ այս մասով Գորիսը իհարկե փայլում հաջողություններից։ Գորիսից բացի էլի կան համայնքներ, որտեղ հանքեր չկան, բայց այնտեղ շինարարությունները նույն ակտիվությամբ չեն, ծրագրերը նույն ակտիվությամբ չեն, ինչ է արվում այդ համայնքներում, որ գոնե որոշ չափով մոտենան Գորիսի ցուցանիշին։ Բարդ հարց եք տալիս, տարբեր են պատճառները, համայնքները, որոնք որ փոքր են, այդտեղ բյուջեի հետ կապված են խնդիրները եւ այդտեղ փորձում ենք պետական ծրագրերը ավելի շատ ներառել, բայց մյուս կողմից, երբ որ համայնքը զարգանում է, պետք չէ դանդաղեցնել եւ ընդհանրապես ռոտացիոն համակարգը սխալ է, զարգացող համայնքին պետք է անպայման աջակցել այլ ավելի, որպեսզի հանկարծ այն կանգ չառնի։ Տարբեր են պատճառները, դա եւ սուբյեկտիվ կարող է լինել եւ օբյեկտիվ պատճառներով, բայց այն որ Գորիսը ապացուցում է իր դիմադրողականությունը, դա իհարկե բոլորդ էլ տեսնում։ Որոտանում եւ Շուռնուտում հիմա իրավիճակը ինչպես է, գիտենք, որ այնտեղ նաեւ ադրբեջանական ճանապարհատվածի անցակետի հետ կապված օրինակ Փաշինյանը, որ եկավ, շրջեց եւ այլը, ինչ էին իրեն բնակիչները ասում, անվտանգության հետ կապված հիմնականում ինչ հարցեր էին բարձրաձայնում։ Անցակետը լավ չհասկացա ինչ։ Հա, որ ճանապարհը փակվել է այդ իմաստով։ Հիմնական բնակիչների հարցը ուղղված է եղել խաղաղություն կլինի, թե ոչ եւ
բոլորի հարցը մեկն էր, բոլորն էլ հույսով որ կլինի խաղաղություն։ Սյունիքում մի շարք տարածքներ ադրբեջանական օկուպացիայի տակ են, Սև լճի հատվածում, ներքին հանդում, ու հիմա շրջանառվում են խաղաղության պայմանագրի թեզը, ինչքանով է Սյունիքի շահերը պաշտպանված եւ որն է մարզպետարանի դիրքորոշումը, արդյոք այդ տարածքների օկուպացված տարածքների մասին որևէ խոսակցություն կա ու երբ է սահմանազատում իրականացվելու այդ հատվածներում։ Սահմանազատում իրականացնելը երբ կլինի, ճիշտ ասած չկա ինչ-որ հստակ ժամկետ, օր երբ կլինի, բայց հրապարակվածը գիտեք, որ պետք է շարունակվի այն մասից, որտեղից որ սկսել են Տավուշի մարզից, ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, սահմանազատումը երբ որ կհասնի այստեղ, վստահաբար պետք է իրենք վերադառնան այն տեղը, որտեղ որ սահմանազատումը կիրականացվի։ Այսինքն դա չեմ կարծում, որ այլ ընտրանք կարող է լինել։ Ու այդպես են մտածում բոլորը այստեղ։ Վերադառնալու են ըստ ձեզ։ Չեն կարող չվերադառնալ, որտեղ սահմանազատումը իրենից ենթադրում է այն բաժանարար գիծը, որը որ պետք է կողմերը ընդունեն որպես սահման։ Այդ տրամաբանորեն այդպես էլ պետք է լինի։ Իսկ խաղաղության պայմանագրի շրջանակներում որևէ կերպ քննարկվել է այս հարցը։ Չեմ կարող ասել, որտեղ խաղաղության Որպես մարզպետ ձեր հետ որևէ խոսակցություն կամ քննարկում եղել է։ դեռ ոչ, այսինքն դա դեռ ընթացքի մեջ է ենթադրում եմ, բայց երբ որ արդեն հստակ քայլերը կլինեն, վստահ եմ, որը վերաբերելի կլինի Սյունիքի մարզին։ Բայց ես նաև ուզում եմ մի բան ասել, տեսեք, սա մեզ համար շատ կարևոր է այսպիսի միջոցառումները, եւ դուք նկատում եք նաև, որ այստեղ են բոլոր օղակները, եւ սա վստահաբար ամենակարևորն է, որ Սյունիքում բոլորը անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ իրենց պատկերացումներից տարբեր հարցերի վերաբերյալ կա մի բան, որը մեզ համար բոլորիս համար նույնական է։ Դա լինենք ձեր ձեռքի տված եւ ամուր պահենք Սյունիքի դիմադրողականությունը, որովհետեւ առանց սրա ես կարծում եմ մենք շատ ավելի լուրջ խնդիրներ կունենայինք Սյունիքում, ինչի համար շնորհակալ եմ բոլորից, ինչպես նաև ձեզ, որ միշտ կարողանում եք գալ Սյունիք հասնել եւ այսպիսի լավ ծրագրեր լուսաբանել, դուք շատ եք ոգևորում բոլոր մարդկանց։ Բայց քանի որ ամեն օր չի, որ մարզպետի հետ հարցազրույց ունենալու հնարավորություն ենք ունենում, նաև էլի թեմայից, այսօրվա թեմայից դուրս մի հարց էլ եմ տալ, ինչպեսին է մարզի վիճակը ռուս սահմանապահների հեռանալուց հետո, մեղրիից գնացին, անցակետից գնացին, ինչ վիճակում է մարզը դրանից հետո ու արդյոք որևէ սահմանային իրավիճակ փոխվել է դրանից հետո, թե ադրբեջանցիների վարքագծում։ Բացարձակապես ոչ, այսինքն սահմանապահ զորքերի դուրսբերումը Սյունիքի մարզում որևէ փոփոխություն Սյունիքի մարզում չի նկատվել, բացասական որևէ ազդակ չկա, ես կարծում եմ այդ ամեն ինչը շատ ավելի լավ կլինի բնակիչներին հարցնեք, բայց որքանով որ ես եմ տեղյակ, նույնիսկ ներքին հանդում եւ մնացած բոլոր տեղերում, որտեղ տեղակայված են եղել, դուրս գալը որևէ բացասական բան չի առաջացրել, որովհետեւ շատ հաճախ, ինչպես եւ մեր հայրենական սահմանն է, մեր հայ սահմանապահներն են իրականացնում այդ ծառայությունը եւ կարծում եմ այդտեղ որևէ դժգոհություն հայը չունի եւ նորմալ է որ չունի։ Երբ դիտորդների հետ կապված, օրինակ Խոզնավար, Խնածախ այդ հատվածներում եւ գրակոչներ էին բնակիչները լսել եւ մենք տեղում էինք, տեսնում էինք իրենց այնտեղ ինչ որ բան իրենց ներկայությունը փոխում է։ Ինչ են արձանագրում, օրինակ ես չեմ տեսել ուղիղ արձանագրում, զեկույցներն էլ չեն ներկայացնում նաև նախորդ իրենց։ Ես կարծում եմ դուք պատասխանեցիք արդեն ձեր հարցին, այն որ իրենք տեղում են եւ արձանագրում են ամեն ինչ, դա բոլորն են տեսնում։ Ես հենց այդպես էլ կարծում եմ, որ առաքելության նպատակը նա է, ինչ որ կա արձանագրել եւ փոխանցել իրենց ղեկավարության։ Ես վստահ եմ, որ ներկայացնում են իրենց ղեկավարությանը, ում որ պետք է ներկայացնեն, բայց դա չպետք է անի դիտորդական առաքելությունը, ենթադրում եմ այդ երկրների ղեկավարների մակարդակով պետք է արվի։ Մենք շատ քիչ առիթներով ենք հանդիպում, որտեղ իրենց առաքելությունն են անում եւ մենք այս իմաստով որևէ միջամտություն կամ նույնիսկ համագործակցություն կա, բայց ինքը շատ եզակի դեպքեր են լինում, որտեղ մարդիկ իրենք հստակ առաքելությամբ են այստեղ, բայց այն որ իրենք ամեն օր գնում են եւ տեղում այդ ամեն ինչը փաստագրում են, միանշանակ է եւ
Վստահաբար, եթե փաստագրում են, ուրեմն ինչ որ Դեսպանները բավականին ակտիվ այցեր ունեն։ Այո։ Ինչ միտում ունի։ Շուտով մեկ այլ առիթով կգաք Գորիս եւ միտումը կտեսնեք, թե ինչ միտում ուներ հաճախակի Գորիս գալը Ֆրանսիայի դեսպանին։ Իդեպ Գորիսը գիտեք ֆրանկաֆոն քաղաք է, նաեւ Գորիս-Վիեն համագործակցությունը։ Հանդեր եւ այլը դրա։ Այո, դե բնականաբար սովորաբար դեսպանները չեն կարող երկրի մի մարզի հետ լավ լինել, մյուսի հետ վատ, բայց այն հաճախակի գալու հիմքերից մեկը նաև Գորիս գալն է, որը որ դուք շուտով ներկա կլինեք այդ միջոցառմանը։ Մի հարց էլ ներքին հանդի հետ կապված, որ ասացիք, 22 թվականին ռազմական գործողությունները 22-ից 23 թվականներին որ եղան, ռուս սահմանապահները որտեղ որ կային, ռազմական գործողություններից մի քանի օր առաջ հետ էին քաշվել։ Կարելի է ենթադրել, որ դա էր պատճառը, որ ռուս խաղապահներն այլևս Սյունիքում չեն եւ որն է մարզի դիրքորոշումը այդ մասը։ Թույլ տվեք այդ հարցը չպատասխանել նախ որ իմ կոմպետենցիայի մեջ չի թե որ պատճառով են իրենք դուրս եկել ես գիտեմ եւ բոլորս գիտենք որ դա եղել է ղեկավարների մակարդակում այդ զրույցից հետո հետեւաբար դուրս գալու պատճառները չեմ կարող ասել իսկ ենթադրությունները ես կարծում եմ որ ճիշտ չէ որ ես իմ կարծիքը այսպես բարձրաձայնեմ որտեղ ամեն դեպքում կա պաշտոնական հրապարակված լուր Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ